Հակառուսական մեսիջներ Շուշիից, ընդ որում ամենացավոտ թեմաներով եւ ամենաբարձր մակարդակով։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, իսկ սա հիմնական թեման է, որի մասին խոսելու ենք առաջիկա րոպեների ընթացքում։ Բայց մինչ հիմնական թեմային անցնելը շնորհակալություն եմ հայտնում YouTube-յանի Մալիքի հին ու նոր բաժանորդներին, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ իսկ այս նախաձեռնության աջակցելու համար շնորհակալություն Իվան Ավանեսյանին։ Շուշին վերջին օրերին կրկին հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում, բայց այս անգամ ոչ թե ռազմական գործողությունների, այլ քաղաքական հայտարարությունների պատճառով, ու հենց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը, այն նույն Շուշիից, որն Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ 2020 թվականի պատերազմի ընթացքում, որը ոչ թե ես, այլ հենց Ռուսաստանի պաշտպանության նախարարը ժամանակին կոչել էր ուշադրություն ռուս-թուրքական հաջող օպերացիա, այսօր Իլհամ Ալիևը հրապարակային ուղերձներ է հղում հենց Ռուսաստանին եւ ոչ այնքան օգուտ Ռուսաստանի։ Եվ եթե բոլոր հայտարարությունները միացնենք, կստացվի բավական խոսում պատկեր։ Եվ այսպես Շուշիում անցկացված 4-րդ գլոբալ մեդիա ֆորումում Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը միշտ աջակցել եւ աջակցում է ու շարունակելու է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Հետո կրկնեց նաեւ իր արդեն հայտնի խորհուրդը երբեք չհաշտվել օկուպացիայի հետ։ Պարզապես հիշեցնեմ, որ այս դեպքում տարածքային ամբողջականությունը նշանակում է Կիևի իրավունքների ճանաչում նաև Ղրիմի վրա, ինչը անգամ այսօր Ուկրաինային զենք մատակարարող եվրոպական որոշ երկրներ չեն անում։ Մեծամասնությունը անում են, բայց սա, այսպես ասենք, բացարձակ ճշմարտություն չեն ընդունում։ Ու մի բան էլ, այս հայտարարությունները հնչում են այն պահին, երբ Ռուսաստանը շարունակում է պատերազմը Ուկրաինայում եւ հազարավոր ռուսներ շարունակում են զոհվել այդ պատերազմում։ Մի խոսքով, երբ այս բոլորը դնում ենք կողք կողքի, տեսնում ենք, որ Ռուսաստանին ցավեցնելու հարցում Ալիևը ուղղակի չեմպիոն էր այս անգամ։ Եթե սա լիներ մեկուսացված հայտարարություն, կարելի էր ասել հերթական դիվանագիտական ձևակերպումն էր, գուցե սխալմունքը, թող որ լինի դիվանագիտական կծոցը, բայց ընդամենը մի քանի օր առաջ նույն Շուշիում տեղի ունեցավ մեկ այլ միջոցառում, որի ընդունած հռչակագիրը շատ ավելի ուղիղ էր հասցեագրված Մոսկվային, այնքան ուղիղ, որ եթե նույնիսկ շատ մեծ ցանկություն ունենաս սխալ կամ այլ կերպ հասկանաս, ուղղակի հնարավոր չէ։ Եվ այսպես հուլիսի 6-ին Շուշիում անցկացված միջազգային համաժողովի ավարտին ընդունված հռչակագրում Ռուսաստանին կոչ արվեց դադարեցնել ոչ ռուսական ժողովուրդների ներկայացուցիչներին Ուկրաինայի պատերազմ ուղարկելու պրակտիկան։ Փաստաթղթում առանձին հիշատակվում էին չերքեզները, լեզգիները, ավարները, թաթարները, կումիկները, չեչենները, յակուտները, բուրյատները եւ այլ ժողովուրդներ։ Մի քանի թիվ մեջբերեմ, որ այս հռչակագրի իրական արժեքը ավելի լավ պատկերացնենք միասին։ Ռուսաստանի բնակչության ազգային կազմի վերաբերյալ ամենավերջին ամբողջական պաշտոնական տվյալները ստացվել են 2021 թվականի համառուսաստանյան մարտահամարից։ Դրա արդյունքները, եթե չեմ սխալվում, հրապարակվել են 2022-2023 թվականներին առանձին կտորներով։ Ըստ այդ տվյալների ռուսները կազմում են Ռուսաստանի բնակչության մոտ 70%, մոտ 100 միլիոն մարդ։ Ոչ ռուս ժողովուրդներն էլ կազմում են շուրջ 28%, հասկանում եք, թե ինչ թվի մասին է խոսքը։ Ընդ որում սա պաշտոնական թիվ է եւ պաշտոնապես էլ ընդունվում է, որ այդ թիվը կարող է լինել ավելի մեծ։ Եվ Ռուսաստանի ոչ ռուս բնակիչները կարող են լինել ավելի շատ, քանի որ մոտ 16, նույնիսկ որոշ դեպքերում նշվում է 17 միլիոն մարդ մարտահամարի ընթացքում չի նշել իր ազգային պատկանելությունը։ Կարող ենք համարձակ ենթադրել, որ ռուսը Ռուսաստանում դժվար թե իր ազգությունը թաքցներ։ Մի խոսքով, եթե ժամանակ ունեք, մի անգամ Ռուսաստանի դեմոգրաֆիկ վիճակը նայեք, թվերը համեմատեք ու կհասկանաք, որ Շուշիից հնչած այս հայտարարությունը Ռուսաստանի համար իսկական ական է, որը գուցե այս պահին ոչ մահացու է, բայց հաստատ շատ ցավոտ է։ Նույն հռչակագրում նաև Ռուսաստանին կոչ էր արվում ճանաչել չերքեզների եւ այլ ժողովուրդների նկատմամբ ռուսների կողմից իրականացված ցեղասպանությունները, ինչպես ասում են, առանց մեկնաբանության։ Իսկ հետո եկավ Ռուսաստանի արձագանքը եւ այն մեղմ ասածն ու շատ հանդարտ էր ու շատ քաղաքավարի։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ադրբեջանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում Ռուսաստանը համարում է սխալ։ Նույն գնահատականը հնչեցրեց նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ նույն ինքը Զայրացկոտ Մարիա Զախարովան։
Միաժամանակ Մոսկվան շեշտեց, որ տարաձայնությունները չպետք է խանգարեն երկկողմ հարաբերություններին։ Բայց ամենաուշագրավը այս պատմության մեջ ոչ միայն բովանդակությունն է, այլ հայտարարությունը հնչեցնելու վայրը։ Բոլոր այս ուղերձները հնչում են հենց Շուշիից, այն քաղաքից, որի շուրջ ստեղծված հետպատերազմյան իրողությունները ձևավորվեցին նաև Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ Ստացվում է բավական խորհրդանշական պատկեր Ռուսաստանի, եթե ոչ աջակցությամբ, ապա առնվազն համաձայնությամբ Ադրբեջանի կողմից գրաված Շուշին այսօր դարձել է հակառուսական հայտարարությունների հարթակ, ընդ որում այդ հայտարարությունները վերաբերում են Ռուսաստանի համար ամենացավոտ թեմաներին։ Քաղաքականության մեջ նման սիմվոլիկաներ պատահական չեն լինում, իսկ ժամանակին, ասենք 2020-21 թվականներին Մոսկվայից շատ ազդեցիկ գործիքներ չէին էլ թաքցնում, որ ակնկալում են, որ Շուշին կդառնա ռուս-ադրբեջանական, ավելի ճիշտ ոչ թե ռուս-ադրբեջանական, այլ ռուս-թուրքական համագործակցության նոր կենտրոն, ասենք 2020 թվականի պատերազմից հետո համագործակցության նման մի կենտրոն ռուս-թուրքական արդեն հիմնվել էր Շուշիից ոչ այնքան հեռու օկուպացված Ակնայի Աղդամի տարածքում, բայց սա, ինչպես ասում են, այլ թեմա է եւ դրան կանդրադառնանք մի այլ դեպքում, երբ առիթ կունենանք։ Եթե այս ամենին գումարենք նաև Ալիևի վերջին հարձակումները Եվրամիության նախկին գլխավոր դիվանագետ Ժոզե Բորելի եւ միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հասցեին, պատկերը ավելի ընդհանուր կդառնա։ Մի կողմից քննադատվում են արևմտյան այն գործիչները, որոնք կոշտ են արտահայտվել Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ, մյուս կողմից հրապարակայնորեն պաշտպանվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ հնչում են հայտարարություններ, որոնք անհարմար, այսպես ասենք, դրության մեջ են դնում Ռուսաստանին։ Սա արդեն առանձին դրվագների շարք չէ, այլ արտաքին քաղաքականության բավական կոնկրետ ուղղորդում եւ արտահայտություն։ Այստեղ հետաքրքիր պատկեր ունենք, Ադրբեջանը ակնհայտ հակառուսական հայտարարություններ է անում, մյուս կողմից էլ Եվրոպայի հետ է հարաբերություններում կոշտ գնահատականներ արտահայտում ու դեռ ավելի է կոշտացնում չբացառելով անգամ եվրոպական որոշ կառույցներից իսպառ դուրս գալու հեռանկարը։ Եթե խնդրին մոտենանք, այսպես ասենք, բացառման սկզբունքով, ապա Բաքվի նախընտրած ուղղությունը, ավելի ճիշտ ուղղությունը, որը Բաքվից չեն քննադատել, մնում է միայն ամերիկյանը, այնպես որ կենացները քաղցրանում են, բայց ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, հենց նույն, ասենք, եվրոպական հարցում չմոռանանք, որ քաղաքական հարաբերություններից ու քաղաքական հայտարարություններից անդին կան նաև դրանցից ավելի հզոր տնտեսական կապեր ու տնտեսական շահեր, որոնք շատ խոր արմատներ ունեն, այնպես որ սպասենք նորությունների, որոնք վստահ եմ առաջիկայում միասին կտեսնենք։ Այսքանը ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։